Կարծես խաղալիք լինի հսկա Մերսեդեսը փոքրիկ Մոնթեի համար։ 2 տարեկան տղան այնտեղից պոկում է գերբնական ուժով։ Միտք ծակեց խաղապար, որ տանք փորձել, տնանք մեքենա կարա բրդի։ Եներ սիրելով, ոչ թե ինչ-որ ստիպողական կամ բանով ինքն էր պահանջում, որ եկանք մեքենա բրդեն, տնանք սենց ու տվինք բրդել ու ստացվեց իր ամոր։ Մոնթեն դեռ 6 ամսականից է ռեկորդներ գրանցում։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ մարզիկներին զարմացրել է, երբ 22 վայրկյան կախված է մնացել պտտաձողից։ Մոնթեն նայում էր իր եղբայրներին, Դավիթին, ռեկորդների ձեռքբերումները նրանց։ Ուզում էր, որ միշտ ինքն է, թեև փոքր էր, միշտ ուզում էր, որ ինքն է նման իր եղբայրներին, իսկ ամեն առաջ ռեկորդը ինքը որ սահմանեց և գրանցվեց դրճազնակետի մեջ 6 ամսական էր, դժվարությամբ իջացրինք պտտաձողի վրայից։ Ծնողները սկզբում վախեցել են, հետո հասկացել, տղային ձգում են մարզասարքերը, ուժային վարժությունները։ Դառավ 2 տարեկան ժամանակ արդեն վազում էր վազկուղու վրա, վազում էր ինքնուրույն։ Հաստատ գենետիկան մեծ դեր ունի, վստահ է հայրը Արտյոմ Սոլոյանը, որ Եվրոպայի չեմպիոն է նստարանային հրում մարզաձևում։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։